Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 28-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Միացյալ Նահանգների իրադարձություններից, կապված նաև Կանադայի հետ, հարևանների հետ, Եվրամիության հետ, և նոր կանցնենք մեր տարածաշրջան ու Հայաստանին վերաբերվող։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտվել է։ Վարչապետը կանադացիներին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկընդմիշտ փոխել է հարաբերությունները և անկախ առևտրային ոլորտում ապագա զարգացումներից հետադարձ չի լինելու։ Միացյալ Նահանգների հետ ունեցած հին հարաբերությունները, որոնք հիմնված էին մեր տնտեսությունների ինտեգրման, խորացման և անվտանգության ամուր և ռազմական համագործակցության վրա, ավարտվել են։ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 3-ից 25% մաքսատուր կսահմանի ԱՄՆ ներկրվող մեքենաների և ավտոպահեստամասերի համար, ինչը ըստ փորձագետների կանխատեսումների կարող է նվազեցնել արտադրությունը, բարձրացնել գները և խթանել համաշխարհային առևտրային պատերազմ։ Կանադայի վարչապետ Քարնին Թրամփի մեքենաների ներկրման համար սահմանված մաքսատուրքերը որակել է չհիմնավորված և ասել, որ դրանք խախտում են երկրների միջև առկա առևտրային գործարքները։ Քարնին ընդգծել է, որ Կանադան պատասխանելու է մաքսատուրքերին։ Սա այն դեպքերից է, որ այս ժամանակ պարբերաբար խոսել ենք, որ մաքսատուրքերի պատերազմը որևէ պարագայում չի բխում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից։ Ինչ ուզում ա լինի, ենթադրենք պայմանականորեն մտածենք, որ այդ մաքսատուրքերը կարող է բյուջե գումար բերեն, դա այդպես չի, մաքսատուրքերի բարձրացնելը պատասխան մաքսատուրքերը բերելու է ուղղակի անկման և տնտեսության և հազար ու մի խնդիրներ առաջացնելու Միացյալ Նահանգների համար։ Ուղղակի անտրամաբանական է դա համառորեն շարունակելը, լավ իմանալով դրա ազդեցությունը։ Եվ դրա համար մարդիկ ուշադրություն դարձրեցին, թե ի վերջո սրանից ով է շահելու։ Եվ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում են այդ ուշադրությունը դարձրել։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել մեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման համար, ամերիկյան Տեսլա ընկերության արժեթղթերի գինը հանկարծակի բարձրացել է։ Տեսլայի ղեկավար Իլոն Մասկը նախօրեին խոսել էր հունվարին ընկերության վաճառքի ցուցանիշների 11% անկման պատճառով առաջացած ճգնաժամի մասին։ Նոր մաքսատուրքերի սահմանումն առավելություն է տվել Տեսլային։ Ի տարբերություն այլ ավտոարտադրողների, Մասկի ընկերությունը ամերիկյան շուկայի համար իր բոլոր մեքենաները հավաքում է երկրի ներսում։ Հետևաբար Տեսլայի արտադրանքը կարող է ավելի մրցունակ գներ ունենալ, քան մրցակիցներինը, որոնք այժմ ստիպված կլինեն ավելի շատ վճարել ավտոպահեստամասերի համար, նույնիսկ եթե մեքենաները հավաքվում են ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, Թրամփը հերքում է, որ գործել է Մասկի շահերից ելնելով։ Հերքի չհերքի, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը ինքը ծանր հարված է հասցնում, միայն ցույց տա, որ Տեսլան օգնում է իրեն, Տեսլայի հիմնադիրը, Տեսլայի տերը Իլոն Մասկը, դրա համար ինքը անգամ Սպիտակ տանը երևի ավտոշուկա էր բացել Տեսլայի առքովաճառքով, մի հատ էլ ինքը գնեց, որպեսզի գովազդի, բայց միևնույնն է, և քաղաքական դրդապատճառներով և ոչ մրցակցային լինելու դրդապատճառով չեն առնում Տեսլան։ Իսկ հիմա արդեն մրցակցությունից դուրս է թողում Տեսլային այն առումով, որ դե եթե մյուսների վրա մաքսատուր կսահմանվի, այսինքն ինքը արդեն կկարողանա լավ էլ իր ապրանքը վաճառել։ Սա ձև չի, սա լուրջ վնաս է հասցնում, բայց գնաճի դեմ պետք է պայքարեին, բա Մասկն էլ եկել էր, որ պայքարի։ Բա արդյունավետության ծրագիր ես իրականացնում, տանում ես պարտադրված քո ապրանքը վաճառելուն, միայն նրա համար, որովհետև քո ապրանքը մրցակցային պայմաններում չէր վաճառվի։ Էդ է արդյունավետության ծրագիրը։ Եվ դա անելով համենայն դեպս այդքան վնաս տալով տնտեսությանը Ամերիկայի միայն մի բանի համար, որ Տեսլա առնեն, դա առանձնապես չի փրկելու Տեսլային, բայց հարվածը հասցնելու ամերիկացիներին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակին, օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։ Ըստ Արաղչիի պատասխանը բաղկացած է երկու փաստաթղթից։ Առաջինում ներկայացված են Թեհրանի տեսակետներն աշխարհում առկա իրավիճակի վերաբերյալ, իսկ երկրորդում ամբողջությամբ վերլուծված եւ մեկնաբանված են Թրամփի նամակում պարունակվող կետերը։ Իհարկե, մինչև այս նամակը ուղարկելը արդեն Աբբաս Արաղչին էլ ասել, որ չենք գնալու ուղիղ բանակցությունների այդ սպառնալիքի այդ շանտաժի եւ սանկցիաների տակ, այնուամենայնիվ իրանք մանրամասները նամակի չեն ներկայացել, բայց նախնական ներկայացել է իրանց պատկերացումը դրա մասին։ Իհարկե Միացյալ Նահանգների նախագահը փորձում է ամեն ինչ անի, որ Իրանի հետ բախման չգնա, բայց եւ միևնույն ժամանակ մի խնդիր էլ կա։ Իր շահերից է բխում Իրանի հետ բախման գնալը, որովհետեւ նավթային օբյեկտներին հարվածելը, միջուկային օբյեկտներին հարվածելը, որը այս պահին այդքան էլ ի վիճակի չի դա անել, որովհետեւ պահը բաց թողեց մեկուսացված Իրանին տեղը դնելու համար, իսկ հիմա Իրանը այլևս մեկուսացված չէ, Իրանը դուրս եկավ այդ վիճակից եւ դրա համար այլևս զիջումների գնալ չի պատրաստվում։ Իդեպ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի անդամների Signal Messenger-ում վերջին նամակագրության արտահոսքը, ասելով, որ այս իրադարձությունները ստիպում են Թեհրանին ավելի թերահավատորեն վերաբերվել ԱՄՆ քաղաքականությանը։ Այ պատկերացնեք ինչքան է ցավալի, երբ որ ապարատում տենց խայտառակ կրճատումներ են գնում, պրոֆեսիոնալներին հանում են, բերում են մարդիկ, որ ընդհանրապես թիմակից են, որոնք պատրաստ են գովքն անել Տրամփի եւ կարող է այսպիսի խայտառակ բացահայտումներ փորձեն հերքել, բայց միևնույն չստացվի։ Հիմա արդեն Իրանն է հերքում, հեգնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ամբողջ աշխարհում մարդիկ, այդ թվում ամերիկացիները, հիմա տեսնում են, թե ինչպես են ամերիկացի պաշտոնյաները վերաբերվում համաշխարհային գործերին։ Ոմանք նշել են ծայրահեղ անտեղյակությունը, որ ավելի կարևոր է որոշումներ կայացնելիս մարդկային կյանքի լիակատար անտեսում։ Դե որ բանակցում են, սրան խփենք, էսենց անենք, այնենց անենք։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք գուցե եւս մեկ պատճառ ենք տեսնում վերջին քաղաքական նախաձեռնություններն հոռետեսության մեծ բաժինով ընդունելու համար, գրել է Աբբաս Արաղչին։ Այս իհարկե դեռ սկանդալը կշարունակվի, որովհետեւ ամեն դեպքում դա ուղղակի աններելի էր եւ վատը նա էր, որ այդ պարագայում արդարացված չէ, էլի որ Տրամփը մտածի դե լավ անփորձ մարդիկ են տենց արեցին, այդ պաշտոնում պետք է անփորձ մարդ չլինի։ Իսկ եթե այդ անփորձ մարդկանցից որևէ մեկը գոնե արժանապատվություն չունեցավ, ինքը հրաժարական տա իր վրա վերցնելու, այդ դեպքում իրոք իսկապես խոստովանեց, դե լավ անփորձ մարդ եմ, ինչ անենք գործից, կամած կսովորենք, տենց կամած չեն սովորում այդպիսի սկանդալային հարցերում։ ԱՄՆ-60 կոնգրեսականներ երկուսակցական նամակով դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Իհարկե 435 կոնգրեսականի պարագայում 60-ը շատ մեծ սարսափելի մեծ թիվ չի, բայց նման համախմբված նամակ գրելը մանավանդ երկուսակցական, ինչով է մեզ համար շատ կարևոր։ Անկախ նրանից, թե ինչ կորոշի նոր ադմինիստրացիան, մենք կհասկանանք, թե ինչ որոշեց, չէ՞։ Այսինքն իրանք կարող են շատ հանգիստ օգտագործել առիթը, որ 60 կոնգրեսական, այդ թվում նաև հանրապետականներից դիմել են, իսկ ինչու չանեն որ։ Ինչ մի խնդիր է որ, անշարժ թեմա է, մանավանդ որ բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի համար այդ գումարները էական չի, որպես կանոն Ամերիկայից ստացած գումարները դա մարդիկ համարել են այդ պետությունները վերաբերմունք իրանց պետության նկատմամբ, թե չէ անգամ գումարի չափը չի այդքան կարևոր։ Բայց այս պարագայում հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հիմա որոշի, չէ՞։ Այսինքն կոնգրեսականները դիմել են, եթե ինքը ցանկանում է Ադրբեջանին ցույց տա, որ այո, ինչու՞ չէ, քեզ չեմ աջակցելու, հետո այս պատճառներով մենք կիմանանք, որ գոնե դա մեզ համար շանս է առաջացնում, ոչ թե այստեղ խնդիրը մենակ այդ գումարի տալն է։
Իսկ եթե այնուամենայնիվ իրանք ասեն, չէ, մենք ամեն դեպքում Ադրբեջանին գործընկեր ենք ճանաչում եւ այլ, եւ այն ինչ որ պետք է Ադրբեջանին մեղադրեն, հիմա Ադրբեջանին ագրեսիայի համար ինչ որ մեղադրում են, Ամերիկան ինքն է ցանկանում ագրեսիվ քայլեր անի։ Մենք չգիտենք, թե դրա պարագայում ինքը Ադրբեջանի հետ կապված ինչ վերաբերմունք կունենա։ Ամեն դեպքում մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել, սրանով մենք նաեւ տրամադրվածությունն ու վերաբերմունքը կհասկանանք Միացյալ Նահանգների մեր պետության նկատմամբ, եթե ի վերջո մեր հակասությունները Ադրբեջանի հետ է։ Ադրբեջանի նկատմամբ նման որոշում կայացնեն նշանակում է բարենպաստ է մեզ համար։ Չնայած խնդիրը նա է, որ այս ընթացքը ցույց է տալիս, որ դեռ մեր հետ կապված ոչ մի որոշակիություն չկա, իսկ մեր հարևանների հետ կապված, այն էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Ադրբեջանը լկտիացել է, սանձարձակ է դարձել նաև համարաբար պատճառները ման գալիս, Թուրքիան էլ հարաբերությունները Ամերիկայի հետ կարգավորում է, որը նույնպես մեզ համար մտահոգիչ է, դրա մասին էլ կխոսենք իհարկե։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնություններին։ Նա ընդգծել է, որ խորապես սխալ է այդ ծրագրերը արտառոց համարելը։ Պուտինը նշել է, որ Գրենլանդիայի բռնակցման ծրագրերն ամերիկացիների շրջանում հայտնվել են դեռևս 18-րդ դարի 60-ականներին։ Արդեն այն ժամանակ ամերիկյան վարչակազմը դիտարկում էր Գրենլանդիան եւ Իսլանդիան միացնելու հնարավորությունը, սակայն այդ գաղափարն այն ժամանակ կոնգրեսի աջակցությունը չստացավ։ Պուտինը փորձում էր Ալյասկայի հետ կապելով բացատրի, որ գիտեք ինչ պետք է ամեն ինչ անես, շատ կարևոր, շատ լուրջ ծրագիր է, իր ուշք ու միտքը նա է, որ Ամերիկան դա անի։ Ամերիկան որ դա անի, որևէ պարագայում, որևէ ձևով չի կարող մեղադրել ներողություն Ռուսաստանին, որ ինքն էլ աչքը գցել է իր հարևանի տարածքի վրա։ Ու այս դեպքում, երբ որ Գրենլանդիայի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում կայացնի, ինչի է Պուտինի համար սա շատ կարևոր, որտեղ միայն Տրամպի որոշումը բավարար չի, որպեսզի այդ որոշումը կայացվի։ Պատահական չի, ինքը հիշեցնում է, որ այդ գաղափարը կոնգրեսի աջակցությունը չստացավ։ Այսինքն, եթե կոնգրեսի աջակցությունը ստանա Գրենլանդիայի հետ կապված, դա արդեն Ամերիկայի ծրագիրն է, ոչ թե Տրամպի։ Այսինքն Ամերիկան նորմալ է համարում մտնել հարևանի տարածքը, հասկացանք, հարևանը իհարկե ցամաքային սահմանով կապած չի, բայց դե հարևան է։ Մտնել հարևանի տարածք, որովհետեւ մի շահերից է բխում դա վերցնել։ Նույն հաջողությամբ արդեն Ռուսաստանին արդարացնում է Ուկրաինա մտնելը։ Եվ այս պարագայում իհարկե Պուտինի համար շատ կարևոր է, որ Ամերիկան այդ քայլին գնա, հատկապես Ամերիկան, ոչ թե մենակ Տրամպի ցանկությունը լինի։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջեյ Վենսը եւ նրա կինը կայցելեն միայն Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմական բազա։ Այցի ժամկետը կրճատվել է այն բանից հետո, երբ գրենլանդացիներն ու դանիացիները վրդովել էին, պարզելով, որ սկզբնական ծրագիրը կազմվել է առանց իրենց հետ խորհրդակցելու։ ԱՄՆ նախագահ Ջեյ Վենսը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է Գրենլանդիա կղզի։ Այն նյութը առավոտ է եղել, դրա համար դեռ չէին հասել, հիմա արդեն ժամանել են այնտեղ, որը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին պարբերաբար հայտարարում է նախագահ Դոնալդ Տրամպը։ Վենսի եւ նրա կնոջ այցը Գրենլանդիա քննադատությունների փոթորիկ է առաջացրել ինչպես բուն կղզում, այնպես էլ Դանիայում, որին այն պատկանում է։ Նրանց ինքնաթիռը վայրեջք է կատարել Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ ամերիկյան ռազմաբազայում մայրաքաղաք Նուկից հեռու, որտեղ այցը որակվել է անցանկալի։ Գրենլանդիայի կառավարությունը նախապես շեշտել է, որ ոչ ոքի չի հրավիրել, ոչ մասնավոր, ոչ պաշտոնապես։ Մենք չենք կարող ընդունել Գրենլանդիայի բռնակցման եւ վերահսկողության մասին կրկնվող հայտարարությունները, պատասխանել է կղզու վարչապետ Մուտ Էդեգեն։ Իհարկե ամեն դեպքում, ասենք, այս լարված ֆոնին գնալ ընդհանրապես ամերիկյան բազա հետ գալ, դուք պատկերացեք, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Գրենլանդիայում անցանկալի անձա կնոջը վերցնում է գնում է, որի պարագայում գնում ընդհանրապես ամերիկյան բազա ու հետ է գալի։ Սա անհարգալից է Ամերիկայի նկատմամբ, ոչ թե Ամերիկայի Գրենլանդիայի կողմից, այցեն Ամերիկանը ինքը իր նկատմամբ անհարգալից նման քայլ անում, որպեսզի նման վերաբերմունքի արժանանա ընդամենը 57,000 բնակիչ ունեցող կղզու կողմից։
Իհարկե այդպիսի հավակնություններ ունեցող էլի արտարոց դեպքեր եղել են, ուղղակի sense այս անցանկալի այցելությունից ուղղակի մեխանիկորեն հիշեցի 1967 թվականին, երբ որ լեգենդար Շարլ դե Գոլը գնաց Քվեբեկ, ինքը Քվեբեկը ժամանակին Ֆրանսիայի տիրապետության տակ էր, հետո անցավ Անգլիային, շատ ծանր տարան իհարկե ֆրանսիացիները, որովհետև իրանց լեզուն չէր հարվում, հետո դարձավ Կանադայի պրովինցիա, բայց միևնույնն է ֆրանսիացիները մտածում են, որ իրանց լեզուն չի հարգվում, իրանց ազգային ինքնությունը չի հարգվում եւ այլ եւ անընդհատ փորձում էին պայքարել, անընդհատ անկախացման հետ կապված քայլեր էին ձեռնարկում։ Եվ դա էր պատճառը, երբ որ պետք է համաշխարհային ցուցահանդես գնար Քվեբեկի վարչապետի կողմից հրավիրված Շարլ դե Գոլը, ինքը մտածեց, որ չգնա ինքնաթիռով, որպեսի մայրաքաղաք Օտտավայում գնա, դե պաշտոնական հանդիպումներ պետք է լինի արդեն ծրագրավորված։ Իհարկե ծրագրավորված հանդիպումներ իհարկե կար, բայց ինքը մտածեց ավելի լավ նավով գնամ, որ մի անգամից գնամ Քվեբեկ։ Այսինքն էլ կարիքը չլինի, որ գնամ մայրաքաղաք, ստիպված լինեմ իրանց ընդունելությանն արժանանամ, հետո որ ինքը գնացել էր այնտեղ, շփվել էր, շատ լավ էին ընդունել, շատ ջերմ էին ընդունել, դե ինքը լեգենդար մարդ էր, նենց մի զարմանալի բան չէր, բայց նաև քանի որ եկել էր Ֆրանսիայի նախագահ, իրանք էլ ասենք շատ լավ ընդունել էին եւ այն էր, որ արդեն գնացել էր Մոնրեալի ռատուշայի դուս եկե պատշգամբ ելույթ ունենալու, տեսել էր այդքան հավաքված մարդիկ, ոգևորված ասել էր կեցե Քվեբեկը, կեցե ազատ Քվեբեկը։ Իհարկե շատ ոգևորված ծափահարել են բան եւ այլ, բայց հաջորդ օրը մի հատ էլ հանդիպման էր գնացել եւ իրան հասկացրեցին, որ ընկեր ջան, վերկաց դուրս արի։ Ոչ մի պաշտոնական ընդունելության այլևս ինքը չարժանացավ եւ թողեց ուղակի այդ հանդիպումից հետո մի օր հաջորդ օրը անմիջապես ուղակի իրան բացատրեցին, որ ոնց եկել ես, տենց էլ գնա։ Եվ շատ սառը վերաբերմունք, ոչ միայն սառը վերաբերմունք, ընդհանրապես հանդիպում չեղավ, որ ասենք սառներ կամ տակ, էլի։ Այսինքն ուզեմ ասեմ, նույնիսկ այդպիսի այցելություններ, եթե որևէ մեկի տարածքի նկատմամբ այսպես ասած ոտնձգություն ես ունենում, ինչքան էլ ոգևորված ելույթ ունենաս, նույնիսկ Շարլ դե Գոլին ցույց տվեցին իր տեղը։ Ուզեմ ասեմ, Վենսը հաստատ ինչքան էլ չարչարվի, ինչքան էլ տանջվի, դե Գոլի իսկի նկարին չի հասնի, էլի, չեմ ասեմ իրականում դե Գոլին։ Դրա համար ինքը պետք է որոշեր, դա ընտրի թե չէ։ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում այնքան էլ արդյունավետ չեն անցել, սակայն միամտություն կլիներ բեկում ակնկալել։ Եվ հիմա տեսեք ինչն է, այդ հարցերի ամբողջ համալիրը նշել է, այս ենք ուզում, բայց ամենաշատ իրանք ինչից են հուզվել։ Իրանք ուզում են Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշի Եվրոպային, որպեսզի Եվրոպան սանկցիաները հանի, որպեսզի Եվրոպան չզինվի, որպեսզի Եվրոպան չկանգնի Ուկրաինայի թիկունքին։ Եղբայր, երբ որ Տրամպը ասեց եկեք իրար հետ բանակցենք, երջանկացել էի, քուչեքն էիք ընկել, ասպեկ էլ Եվրոպանով է, Եվրոպան ավարտված է, նրանք ով են, որ մենք իրանց հետ հարց քննարկենք։ Էս ինչ եք սենց խառնվել իրար, Ամերիկային խնդրում եք, որ Եվրոպային ճնշի։ Էնել դու գիտեք չի կարա ճնշի, հետո Եվրոպան արդեն համախմբվում է այդ ֆոնի վրա, եւ համախմբվում է եւ զինվում է։ Ակնհայտորեն մենք տեսնում ենք դա։ Այսինքն հիմա ռուսները շատ հուզված են, որտեղ իրանց այն սկզբնական ոգևորությունը որևէ ձևով չի ստացվում։ Կարծում են, հեսա Տրամպը կասի Ուկրաինան միանգամից կզիջի, մոռացել են, որ գնացել էին Կիևի մատուցներում արդեն կրակը լսվում էր, Ամերիկայի նախագահն ինքնաթիռ էր ուղարկում, նույն Զելենսկին դուրս չի եկել, չի գնացել։ Հիմա եք ուզում այդ մարդը պատերազմի այս վիճակում թողի դուրս գա, չեք հասկանում, որ դա չի լինելու։ Մերժող չմերժողը նա Ռուսաստանին չէր մերժելիք, գնացել էիք հասել էիք Կիև, համազգեստն էլ տարել էիք, որ շքերթը անցկացնեիք հաղթանակի։ Եվ այդ միակը չի ռուսների կողմից, որ իրանք ասենք թյուրիմացության մեջ են, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Կիևի կողմից էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածությունը չպահպանելու դեպքում գործել նույնպես։ Անտրամաբանական կլիներ հետևել եւ ամեն գիշեր բախվել մեր էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու փորձերին։
Բայց այնուամենայնիվ նման փոխըմբռնում է ձեռք բերվել ամերիկացի բանակցողների հետ։ Այսինքն այնուամենայնիվ հուշում ա, որ ամերիկացիների խաթեր մենք չէինք հարվածում, հիմա ինչպես տեսնում ենք ուկրաինացիներն են մեզ հարվածում, իրանք շատ ծանր են տանում այդ հարվածները, մենք տեսնում ենք շատ տեղեր ինչ ալնում, եւ հիմա ուզում են ասեն, դե եթե դուք եք խփում, մենք էլ պետք է խփենք, էլի։ Այսինքն ստացվեց, որ իբրթե պայմանավորվածությունը Ուկրաինան չկատարեց, էլի, որպեսզի արդարացնեն, թե այս ընթացքում այդքան հարվածներ որ ուտում են, լավ հարցը նա չի, թե դուք ինչի չեք հարվածել, բայց ինչի չեք կարողանում կանխել Ուկրաինայի հարվածները։ Ուրա ձեր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս ինչի եք այս օրին։ Գիտենք ինչի եք այդ օրին։ Բայց դրա համար ուզում եք պատերազմը դադարեցնել Տրամպը, բայց Տրամպն էլ հասկանում է, որ այդքան էլ ճիշտ չի վարվել, որ մտածել է Ռուսաստանի խաթրով գնա, կամած ինքն էլ է իրավիճակը փոխվում նաև իր մոտ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ։ Նա առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի եւ մի քանի երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը, այնտեղ ընտրություններ անցկացնելու համար։ Ընտրություններից հետո հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Կարելի է ՄԱԿ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի նույնիսկ եվրոպական երկրների հետ իհարկե մեր գործընկերների եւ ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը, որպեսզի անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն, ասել է Պուտինը։ Իհարկե Պուտինը քրոնիկ վախ ունի Զելենսկու նկատմամբ, որտեղ իրան չհաջողվեց կոտրի նրան եւ շատ ծանր է դա տանում։ Հիմա երբ որ Զելենսկին անգամ համաձայնվել է խաղաղության, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկն ընդունել է, միևնույնն է, եթե Ամերիկայի առաջարկությունը Զելենսկին ընդունեն, չի ուզում նոր ընտրություն լինի։ Բա որ ընտրությունը լինի նոր եկողը ժողովրդի ձայնը ստացած չհամաձայնվի գնա այդ առաջարկությունը ընդունի։ Արևմուտքն էլ կողքն էլ Եվրոպան կանգնի, հիմա էլ իրանք զինվում են ու համախմբվում են եւ ավելի, այսինքն այսօր դու ստացել ես առավելագույնը կարելի է մտածել Զելենսկուց։ Առավելագույնը իր ժամանակ պատերազմ եղել է այսքան կորուստներ, այդքան զոհեր, տարածքային կորուստներ եւ այլ եւ այլ։ Ու այդ պարագայում ինքը համաձայնվել է գնա զինադադարի ընդունի խաղաղության պայմանագիրը, իհարկե իրանց պայմաններով։ Ավելի լավ տարբերակ է մանգալի, չէ ինքը չի կարողանում իր կոմպլեքսը, իր բարդույթը հաղթահարի Զելենսկու հետ բանակցելու հարցում, որովհետև ինքը չի կարողանա ասի, տեսա ես մտակ ու տարածք, տեսել ենք քանի օրում էիր ուզում մտնես եւ ուր ես հասել այսքան տարիների ընթացքում եւ նաեւ տեսնում ենք հակառակ գործողությունները քո երկրի նկատմամբ։ Այս է հարցը, որ ավելի անտրամաբանական բան չկա, մարդը համաձայնվել է խաղաղության, ասպես բերեք ընտրություն անենք։ Ո՞ր ինչի համար է անում։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը մեկնաբանելով Ուկրաինայի ժամանակավոր վարչական ստեղծելու Պուտինի առաջարկը ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ եւ ժողովրդի կողմից։ Այսինքն մեր վրա հույս չդնեք, որպեսզի մենք այդ հարցում ցեզ օգնելու ենք։ Հիմա ինչպես տեսակ, նաեւ ասենք խնդիրը որն էր, էլի ես որ ասենք ասում եմ Կարասինի ասացնել որ բողոքում էր ինքը, ասում է այդ հարցերը, որ քննարկեցինք, Ամերիկայի առաջ դրեցինք, ամերիկացիները հանգիստ վերաբերվեցին։ Այսինքն ուղղակի լսել են, ասել են լավ ելնեք հաջողություն։ Ու իրանք չեն տեսել են պարտավորվածությունը, որ պետք է այդ ամեն ինչը անեին, էլի։ Հիմա այս հարցում էլ իրանք հույս ունեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա կանի, բայց հասկացան, որ դա չի արվելու։ Այսինքն եթե բանի ներողություն Զելենսկու հետ են պայմանավորում էլ իմաստը որ նա պայման դնեն ընտրությունները ամերիկացի միլիարդատեր առավել եւս ընտրությունների պարագայում ամիսներ է տևելու առնվազն ամերիկացի միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է Ամերիկա կոչվող նավը կխորտակվի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների կառավարության գործունեության մեջ հեղափոխություն տեղի չունենա։ Սա հեղափոխություն է, սա թերևս ամենամեծ հեղափոխությունն է կառավարությունում, հենց հեղափոխությունից ի վեր։ Այս աշխատանքի ավարտին Ամերիկան շատ ավելի լավ վիճակում կլինի, մեկնաբանել է Մասկը ամերիկյան կառավարությունում ընթացիկ բարեփոխումները։ Ըստ Մասկի Հակառակ դեպքում, եթե բարեփոխումները չկատարվեն, Ամերիկայի տխուր ճակատագիր է սպասվում։ Ես ուզում եմ իմանամ, բա որ ընտրությունից առաջ ոգևորված ասում եք, կեսա գալու են, կես անենք։ Հիմա այս
բայղուշությունը Իլոն Մասկի ինտելեկտի շնորհքն է, թե բանի արհեստական ինտելեկտի շնորհքն է։ Ինչ ծրագրով հաշվեցիր, որ սենց սկսեցիր բանանես Ամերիկանեսա կխորտակվի։ Մի որոշ ժամանակ առաջ դեռ այդ պաշտոնը չստանձնած ասում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները շուտով կսանանկանա։ Բան չի ես եկել։ Եկել ես ասես, որ քո վրա ուժ չդնենք, թե եկել ես տեսլաները ծախես։ Ինչ հեղափոխություն։ Մինչև այսօր տենց է չիմացանք այն ծրագիրը, թե ի վերջո սա կրճատեցիր, սա խնայեցիր, սա էս արեցիր, մաքսատուրք մտցրեցիր, սրա այդ կոնֆլիկտի գնացիր, էս արեցիր, արդյունքում ինչ ես ուզում ստանաս, այն գումարները, որը հավաքվում է, դա ինչ ես անելու, մենակ ասպես պարտք ենք պագելու, այլապես երկիրը կսանանկանա։ Ինչ խնդիր ես դնում, ոնց է այդ երկիրը զարգանալու, եթե տնտեսության անկում ունենա, եթե գնողունակ պահանջարկ կանգնի ժողովրդի մոտ։ Ուր է այդ քու ծրագիրը, բացի խնայողությունից խոսալը։ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, եվրոպական պաշտպանական դաշինքն այլևս ոչ թե եթեի, այլ որքան արագի հարց է։ Եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը դեռևս ազգային բնույթ է կրում եւ հետեւաբար խիստ անարդյունավետ է, ընդգծել է Բերբոկը։ Եթե մենք շարունակենք օգտագործել 150 տարբեր զինատեսակների համակարգեր Եվրոպայում, որոնք համատեղելի չեն միմյանց հետ, դրանց վրա կարող ենք ծախսել աշխարհի բոլոր փողերը, չենք կարողանա բավական արդյունավետ լինել, ուստի կարծում եմ, որ եվրոպական պաշտպանության դաշինքն այլևս հարց չէ, թե դա տեղի կունենա արդյոք, այլ այն է, թե որքան արագ մենք այն կգործարկենք, հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։ Իհարկե շատ ճիշտ շատ օբյեկտիվ բան ասում, ինքը փորձում են ավելի կուռ համակարգ ստանան Եվրոպայից, կարողանան այդ խնդիրը լուծեն, որովհետև Եվրոպայի միասնականության խնդիրը վտանգված էր դեռ շատ ժամանակ, անգամ 40 տարի առաջ, երբ որ Հենրի Քիսինջերին, որ ասեցին, որ Եվրոպայի կարծիքի հետ հաշվի չեք նստում, ասեք այն հեռախոսը, որ զանգեմ իմանամ Եվրոպայի կարծիքը։ Չկա այտենց մի հեռախոս, որով Եվրոպայի կարծիք ունենան։ Դրանք միասնական կարծիք ձևավորված չի։ Փորձեցին Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոն ստեղծեցին, էլի այդ մի հեռախոսը չառաջացավ։ Իսկ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպեց, որ Եվրոպան միասնական դառնա, այսինքն այսպես կոոպերացիայի հարցերն էլ իրանց մեջ լուծեն, որ կարողանան նորմալ արդյունաբերություն ունենան ռազմական։ Իդեպ ասեմ, շատ քիչ է մնացել Աննալենա Բերբոկին արտգործնախարարին աշխատելու, որտեղ իրանց ադմինիստրացիան դե պարտվեց ընտրություններում, Շոլցը հեռանալու է, բայց շատ ափսոսանքով, որտեղ որքան հետևել ենք նրա գործունեությանը, շատ արդյունավետ, շատ ավելի կտրուկ, շատ ավելի հստակ աշխատող կին է, եւ նույնիսկ Շոլցը իր մոտ շատ ավելի թույլ էր երևում, էլի։ Կարծում եմ իհարկե մտածում են իրան այլ աշխատանքի տեղավորել, ափսոս է իր էներգիան եւ գիտելիքներն ու փորձը, տեսնենք թե որքան կստացվի, մեկ էլ է շատ իհարկե ափսոսում եմ նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիոսի դուրս գալը, որտեղ այս ադմինիստրացիայի հետ գնալու է, նա էլ բավական լուրջ շատ հետաքրքիր կերպար էր։ Ափսոս կլինի, որ նա հետագայում չերևա, չնայած այդ տարիքն էլ նենցա, որ կարող է արդեն դժվար է ասել, թե ինչ կլինի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին ասել է, որ մաքսատուրքերի սահմանման մասին նրա որոշումը լավ գաղափար չէ։ Հիմա մեր դեմ մաքսատուրքեր սահմանելու ժամանակը չէ։ Սակագների ներդրումը խաթարում է գնագոյացման շղթաները կարճաժամկետ կտրվածքով, գնաճային ազդեցություն է ստեղծում եւ աշխատատեղերը ոչնչացնում։ Ուստի դա ձեռնտու չէ ոչ ամերիկյան, ոչ եվրոպական տնտեսությանը, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Իդեպ ես ինչի եմ սա հատուկ պարբերաբար ներկայացնում Կանադա, մյուս, տեսեք բոլոր երկրների առաջի դեմքերի մակարդակով սա անհանգստացնում է։ Սա խնդիր է առաջացնելու համաշխարհային տնտեսության համար։ Ուրիշ խաղացողներ են առիթից օգտվելու։ Ում դեմ որ պայքարում է Միացյալ Նահանգները Չինաստանը, հենց հիմա Չինաստանն է այդ առիթից օգտվելու։ Իսկ դա վերաբերվելու է, եթե աշխարհին վերաբերում է, մենք էլ այս աշխարհի մի մասնիկն ենք, մեզ էլ է վերաբերվում։ Իսկ Իսպանիայի վարչապետը, որոնք այդքան շատ ակտիվ չեն եվրոպական խնդիրների մեջ, ավելի կատեգորիկ է արտահայտվել։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վստահություն է հայտնել, որ ապագայում Եվրամիությունը կկարողանա ստեղծել զինված ուժերի համայնք եվրոպական կողմից մենք պետք է քայլ կատարենք դեպի ինտեգրում, նշել է վարչապետը։ Սանչեսը հայտարարել է, որ համոզված է, որ ապագայում Եվրամիությունը կհասնի եվրոպական զինված ուժ ունենալուն, որովհետև եթե մենք դա անենք, վստահ եմ, որ մենք զսպող ներուժն ավելի մեծ կլինի, կարծում է կառավարության ղեկավարը, այսինքն ավելի մեծ, քան Միացյալ Նահանգներն նկատի ունի։ Խոսելով ԱՄՆ-ի կողմից հայտարարված մաքսատուրքերի
մասին Սանչեսը կոչ է արել ամերիկյան վարչակազմին վերանայել իր դիրքորոշումը, երկխոսել Բրյուսելի հետ եւ դադարեցնել այդ անհեթեթությունը։ Այս ասում որ ավելի կատեգորիկ է արտահայտվել։ Իսկ հիմա նայենք նաև մի հարց, որը մեծ պարտադիր պետք է մտահոգի, որտեղ մենք դրա լուծումը դեռ չենք գտել։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձեռքբակալումից եւ կալանավորումից հետո Թուրքիայում սկսած բողոքի ակցիաներին ու ցույցերին։ Ռուբիոն նշել է, որ իրենք մտահոգված են Թուրքիայում անկայունությամբ եւ հավելել է. այդչափ մոտ դաշնակից եղող երկրի կառավարման մեջ չէինք ցանկանա նման անկայունություն տեսնել։ Պետքարտուղարի հաղորդմամբ Դոնալդ Տրամպը պաշտոնավարման առաջին շրջանում լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ ցանկանում է, որ նորից այդպես լինեն մեր հարաբերությունները։ Ռուբիոն ընդգծել է, Վաշինգտոնը ցանկանում է աշխատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այո, եթե մենք դեռ մեր հարաբերությունները չենք կարգավորել Ամերիկայի հետ, չգիտենք Ամերիկան ինչ է ուզում անի, եթե մենք չենք կարողացել ավելի ակտիվ աշխատել Եվրամիության հետ, որպեսզի անվտանգային հարցերի հետ կապված մենք մեր խնդիրները պատկերացնենք, եւ այս պարագայում Թուրքիան ակտիվանում է, դա նշանակում է Թուրքիան դերակատարությունը ընդլայնում է Հարավային Կովկասում, իսկ մենք դեռ մեր հարցերը չենք լուծել, եւ բացարձակապես դա արդարացնող չի, որ մեր իշխանություններն ասեն, մենք ուզում ենք Թուրքիայի հետ լավանանք, եթե Թուրքիան ակտիվանա, ինչ խնդրեմ ունենք։ Մեծ խնդրեմ ունենք։ Առաջինը Թուրքիան ակտիվանա, մենք մեր հարցը լուծած չունենք, ուղղակի ոտատակ կգնանք։ Իսկ երկրորդ, որ դուք ուզում եք Թուրքիայի հետ լավանանք, կարելի է կարծել Թուրքիան էլ ձեզ հետ լավ է։ Թուրքիան ասում է Ադրբեջանի կրոնը չընդունեք, ոչ մի բան չենք անելու։ Այսինքն այդ այնպես չի, որ դուք ձգտում եք Թուրքիա, հասել եք ինչ որ հարցի։ Դուք Թուրքիայի հետ ինչ գործընկեր եք, որ դրա համար այդ ուղղությամբ ու նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում Քրիստինա Քվինը որ գնացել է Սյունիք, այցելություն ասում է, էլի պիտի գնանք եւ այլ, այդ ամեն ինչ նորմալ է, բայց միևնույնն է, այդ գործողությունները ինձ չի համոզում, որ Ամերիկան արդեն վերաբերմունք դիրքորոշում ունի։ Դա ընդհանրապես հա, լավ է, ուրախ ենք, որ գնացել է, տեսել է, շատ բաներ մենք ակնկալում ենք Ամերիկայից, բայց դա բավարար չի։ Դա ընդհանրապես մի հատ երևացող քայլ է։ Գործնական քայլերի հետ կապված, ինչպես տեսնում եք, Էրդողանի հետ կապված ոնց են հայտարարում, ուզում ենք հետա աշխատենք, ուզում ենք էս անենք, ուզում ենք այն անենք, կոնկրետ ասում են, անգամ ցույց են տալիս, որ իրանց համակրանքը իշխանության կողմն է, ընդդիմության հետ կապված քայլերը իշխանության կողմն է։ Այդ լարված ժամանակ, երբ որ Հական Ֆիդանը արտաքին գործերի նախարարը գնաց Ամերիկա, դրա մասին խոսել ենք, որ դրանով իրանք վերաբերմունք ցույց տվեցին, թե ինչ են հիմա կանչում։ Այսինքն մենք ընդունում ենք այս ադմինիստրացիային, ոչ թե ընդդիմությանը կամ էլ թե չէ, սպասենք տեսնենք ինչ է ալնում։ Իհարկե դա մեզ պետք է անհանգստացնի, թե չէ։ Իսկ հիմա տեսնենք այս սանձարձակությունը, որը իրան թույլ է տալի Ադրբեջանի նախագահը, շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ ատելության խոսք տարածել։ Եվ Աղդամ քաղաքը եւ շրջանի բոլոր գյուղերը հիմնովին ավերվել են ատելի թշնամու կողմից, որևէ ամբողջական շինություն չի մնացել։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամանքը մեր նկատմամբ։ Օկուպացիայի ժամանակ քաղաքն ամբողջությամբ ավերվել է, հողին հավասարեցվել, իսկ Աղդամը կոչվում է Կովկասի Հիրոսիմա։ Բայց տարբերությունն այն է, որ Հիրոսիման ավերվել է ատոմային ռմբակոծության հետևանքով, իսկ Աղդամը 30 տարի գողերի հայ թալանչիների ձեռքով քար առ քար քանդվել է ու տարբեր տեղերում վաճառվել։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է, ասել է Իլհամ Ալիևը։ Եվ այս մարդու հետ Նիկոլ Փաշինյանը ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրի, ասում է շատ լավ հարաբերություններ ունենք, հանդիպել ենք, քննարկել ենք, մի հատ է Կազանում հանդիպած ժամանակ նիստի ժամանակ զրուցում էինք, աննախադեպ հանդիպում էր, շատ ջերմ մթնոլորտում եւ այլ եւ այլ։ Էս է գնահատականը եւ այս գնահատականը Փաշինյանին չի մենակ է, այս գնահատականը մեզ է, բայց ինչի է մեղքը այստեղ Փաշինյանի։ Հերթական անգամ հիշեցնեմ, որտեղ շատերը ծանր են տանում Փաշինյանին պաշտպանողները։ Ինչ ես խոսում։ Պատերազմը դու ես սկսել, Հայաստանը չի սկսել պատերազմը։ Պատերազմը դու սկսել ես Արցախի վրա հարձակվել, Հայաստանը գնացել է իր հանձնառությունն ուներ, գնացել է օգնության, պատերազմի ժամանակ կետել է եղել, բա ինչ էիր ուզում լներ։ Ինչ 30 տարվա թալան, ինչ էս կողմ, ինչ են կողմ։ Ինչից առաջացավ այս ամեն ինչը, որ ինքը մեր վրա դրել է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասեց 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է։ Եթե 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է, Արցախյան
պատերազմը սկսել է 92 թվականին։ Ուրեմն մենք ենք մտել իր տարածք, մենք ենք 30 տարի օկուպացրել, մենք ենք պատերազմ սկսել։ Այն դեպքում, երբ որ այդ 91 թվականից առաջ Սումգայիթի դեպքերն ու Բաքվի ջարդերը բոլորն է շատ լավ գիտեն։ Այսինքն այնպես չի, որ մենք չգիտենք ինչից է սկսվել, այնպես չի, որ մենք չգիտենք պատերազմն ով է սկսել, բայց պետք չէր, որ Հայաստանի պաշտոնական տեսակետը լեզու դներ Ալիևի բերանը, որ հիմա մեր նկատմամբ պես խոսա։ Հարցը նա չի, մենք կարող ենք ընդհանրապես բանի տեղ չդնենք, թե ինքը ինչ է խոսում, բայց երբ որ իր խոսածածը, որ ինքը խոսում է, Նիկոլ Փաշինյանն ասում է, ախր չեք հասկանում, որ պետք է գնանք խաղաղության, պետք է նորմալ լինենք իրանց հետ, դե նորմալ եղի, բայց լեքսիկոնով խոսածողն է քո հետ նորմալ, ֆաշիստ համարողն է նորմալ, հայ ժողովրդին ֆաշիստը համարում նորմալ է, ով է դրա պատասխանը տալու, բայց ինչի է դա կարողանում անի, որովհետև Հայաստանի վարչապետն ու Հայաստանի նախագահը կանգնեցին, ասին 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է։ Դա նշանակում է, որ մենք ենք մտել Ադրբեջանի տարածք։ Դե հիմա պատասխանը տվեք։ Մեռա ասելու, բա մի իրավաբան չկա, բերեք իրար նստենք խելքի տանք, ինչով կարողանանք օգնենք, այդ հարցերը անենք, ցույց տանք, որ ինչա կատարվում։ Իդեպ մի բան Facebook-ը հիշացրեց, չնայած ես վերջերս աշխատում եմ չանդրադառնա ոչ Ռոբերտ Քոչյանի, ոչ Սերժ Սարգսյանի, հնարավոր ինքի չանդրադառնամ, ինչի որտեվ իրանք իրար լավ էլ ուտում են, էլ ինչ խանգարենք իրանք, լավ էլ իրանք մոտ ստացվում է, բացահայտում են ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է ծախելով ավան, ասում ենք էլ, բայց Facebook-ը ասում է, չէ, ամեն դեպքում բաներ են ասում, հիմա իրանք ոգևորված խոսում են, գոնե մի հատ անդրադառնանք, թե ինչ է կատարում։ 2014 թվականը, այսինքն 11 տարի առաջ մարտ ամիսը Տիտանների պայքարում պետք է փորձենք պաշտպանել ակտիվ չեզոքություն, դե դա 14 թիվ պարզա Սերժ Սարգսյանի ժամանակներն էր։ Օրերս Սերժ Սարգսյանի զորակցությունը հայտնեց Վլադիմիր Պուտինին Ղրիմի հարցով զուգահեռաբար Տիգրան Սարգսյանն էլ Բրյուսելում պատրաստակամություն հայտնեց շարունակել Եվրամիության հետ համագործակցության խորացումը եւ որպես դրա արդյունք այնուհետեւ հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ կնքել ասոցիացիան համաձայնագրի քաղաքական մասը, վկայակոչելով Ուկրաինայի հետ այս օրերին ստորագրելու հանգամանքը, եւ հայկական կողմը նույնպես համաձայն է դրա։ Այսինքն այն ժամանակվանից բարբերաբար անդրադարձել ենք, որ Ղրիմը ճանաչելը խայտառակություն էր, այն սանկցիաները, որը կիրառեցին Ռուսաստանի դեմ, մեր դեմ չկիրառեցին Արևմուտքը, բայց մեզ դիտարկեցին Ռուսաստանի դաշնակից եւ հետագայում մենք չկարողացանք Արևմուտքից աջակցություն ակնկալել, որովհետեւ մենք դառանք օկուպանտ Ռուսաստանի դաշնակիցը, որի պարագայում արդեն մեր ինչի պիտի պաշտպանեին, որ բայց այն ժամանակ էինք այդ վտանգի մասին ասում։ Իսկ այն, որ 2013 թվականին Մաքսային միություն մտանք, 14 թվականին Տիգրան Սարգսյանն ասում էր, հա դե կգնանք ասոցիացիան փաստաթուղթ կստորագրենք, տնտեսական մասը չեն գանի։ Ասոցիացիան փաստաթուղթը ընդհանրապես էր, որ ինչ որ եղավ համապարփակ եւ ընդլայնված է, իսկ այդ ասոցիացիանից ահագին բան դուրս եկավ։ Հիմա շարունակությունը նայենք։ Նախ Ուկրաինան արդեն նախաստորագրել էր ասոցիացիան համաձայնագիրը եւ այժմ ստորագրեց համաձայնագրի քաղաքական մասը։ Պատրաստակամություն հայտնելով հարցը լուծել փուլային տարբերակով, հավաստիացնելով, որ տնտեսական մասի ստորագրման մտադրությունն անշրջելի է եւ այն նախատեսում է այս տարվա մայիսին։ Իսկ մեր իշխանություններն ուզում են նախաստորագրել Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագրի քաղաքական մասը, բայց իլուր աշխարհի արդեն հայտարարել են, որ ոչ թե դրանից հետո պատրաստում են ասոցիացիան համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել, այլ կերպ ասած խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այլ 2 ամիս հետո Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը։ Բայց ուկրաինական դեպքերից հետո այս հայտարարության ստորագրումն արդեն այնքան էլ անվտանգ չէ մեր երկրի համար, քանի որ հիմա արդեն Արևմուտքը նախապատրաստում է կորճ պայքարի Ռուսաստանի դեմ։ Էլ ինչպես կարող ենք քաղաքական առումով համագործակցել, երբ այդ պարագայում ստիպված ենք լինելու Արևմուտքի դիրքորոշմանը համակարծիք լինել, ասել է թե դատապարտել Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան։ Այսինքն մենք երկու իրար հակասող ուղղությամբ գնացինք։ Եվ ինչպես ենք դա զուգակցելու ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով Ղրիմի ազատ կամ արտահայտության հետ, երբ արդեն այդ հարցում զորակցել ենք Ռուսաստանին։ Մեր դեպքում մենք ասում ենք, չէ, եւի քաղաքականությունը, եւ ստեղ ենք հիմարություն անում, եւ ընդեղ ենք հիմարություն անում, դա կոչվում է եւի քաղաքականություն։ Սերժ Սարգսյանը եւը դա էր։ Աշխարհակաղակական լուրջ արժակատումների ժամանակ մեզ սովորաբար հզորները չէին պարտադրում հստակ դիրքորոշում արտահայտել, թե ում կողմից ենք։
Այնքան բարդ ու դրամատիկ է մեր ազգի ու պետության ճակատագիրը, որ երկտրանքների առջև մենք առանց այն էլ հաճախ ենք հայտնվում, ոչ մեր կամքով։ Օրինակ տարիներ առաջ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ աբխազահայերը զենքը ձեռքներին պայքարում էին Աբխազիայի անկախության համար, իսկ վրացահայերը Վրաստանի տարածքային ամբողջականության։ Իսկ դրան զուգահեռ նաև մեր երկրի պետական շահը շատ նրբանկատորեն պետք է արտահայտեինք, որպեսզի չնեղացնեինք որևէ մեկին։ Դե Վրաստանը մեր հարևանն է, ոնց նեղացնենք, Աբխազիային էլ ոնց նեղացնենք, եթե մենք Արցախի խնդիր ունեինք։ Մինչդեռ ներկայիս ավելի բարդ իրավիճակում Սերժ Սարգսյանի վարչակազմը փոխանակ փորձեր չեզոքություն պահպանել, մեկ անգամ ևս գործի դրեց արտաքին քաղաքական իր ձախողված նախաձեռնությունը։ Իսկ այս պարագայում արդեն հակամարտող կողմերը հանգիստ խղճով կարող են մեզնից պահանջել, որ հստակ դիրքորոշում արտահայտենք, թե կոնֆլիկտի որ կողմում ենք։ Իսկ քանի որ մեր իշխանություններն ընդամենը խաղեր տալ էին ուզում, այլ ոչ թե պայքարել որևէ մեկի կողմից մյուսի դեմ, արդյունքում երկու կողմն էլ նեղանալու է մեր երկրից բախտորոշ պահին իրենց դավաճանելու համար։ Ես հասկանում եմ, որ երկրում տիրող կառավարման այս ֆեոդալական կարգերի պարագայում արտգործնախարարությունում կարող է եւ չգտնվել մի պաշտոնյա, որի խոսքից պարզ դառնա, թե գոնե մեկը դեմ է մեր երկիրն այսպես հափշտապ կերպով մեկուսացման տանելու քաղաքականությանը։ Դե ինչպես ասում են տառապանքները փորձ ունի, չէ՞ որ մեր դիվանագիտական կորպուսի ամենահեղինակավոր ներկայացուցիչը աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը բավական է համարձակվեր քննադատել մեր իշխանություններին, Սերժ Սարգսյանը հակադարձեց, թե նա ընդամենը երգիչ է հայաստանյան իրականությունից կտրված, մոռանալով, որ այդ բանից վեխաբար ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում ու մի քանի միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչը։ Դե դրանից հետո էլ որ դեսպանը կհամարձակվի հակառակվել Սերժ Սարգսյանի որևէ կարծիքի հետ։ Հույսներս մնացել է այն, որ գոնե արտգործնախարարությունում հնից մի արտակարգ եւ լիազոր հավաքարար մնացած լինի, մի փորձառու Վարդուշ Տոտա, որ սենյակները մաքրելիս ձեռի հետ ինչ որ փաստաթղթերի ծանոթացած լինի, կամ էլ ականջի ծայրով տարբեր խոսակցություններ լսած, որ կանգնի ու ասի տղերք, այս ինչ եք անում, այս ինչով եք զբաղված։ Ախր սա արդեն ոչ թե բալանսավորված քաղաքականություն է, այլ համառ ու հետևողական բթամտություն։ Ուշքի եկեք, հայրենիք ենք կորցնում։ Այո, 2014 թվականին իմ գնահատականը մարտ ամսին սա էր, ժողովուրդ ջան։ Հիմա ասում են ոնց եղավ, այսպես եղավ, որ այն մյուս ապաշնորներն եկան, այսպես եղավ, որ այսպես եք աշխատել։ Խելքներդ չի հասել, թե դիտավորյալ եք արել, այսպես եղավ, որ այսպես եք աշխատել։ Այս է հարցը, որ պարբերաբար, եթե գոնե մենք չենք ուզում անդրադառնանք, Facebook-ն է հիշացնում, ասում անդրադարձեք, ասեք, որ հետո, որտեղ մեկ-մեկ որ չեն հիշացնում, ոգևորվել են, հիմա խոսում են, նորից բաներից են խոսում, թե իրանք ինչ կարևոր դեր են կատարել, այ իրանք ժամանակ ամեն ինչ լավ էր։ Դե լավ չէ, էլի ժողովուրդ ջան, տեղից էլ սկլերոզ չունենք, էլի լավ էլ հիշում ենք ինչ եք արել, լավ մի բան է գումարած Facebook-ն է հիշացնում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։